թվականին մենք ընդունեցինք բազմաթիվ օրենսդրական նախագծեր, որոնք միտված են մեր քաղաքացիների կյանքը հեշտացնելուն։ Մենք թվայնացրեցինք մի շարք գործառույթներ, որոնք իրականացվում են նախարարության կողմից, մասնավորապես ՔԿ գործակալության կողմից մատուցվող ծառայությունների մասին է խոսքը, պետական ռեգիստրի իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների մասին է խոսքը եւ այլն, եւ ընդունվեցին մի շարք նախագծեր, մեգա նախագծեր, որոնք նախկինում շատ երկար քննարկվել էին, խոսքը էլեկտրոնային եղանակով ծանուցումների իրականացման հնարավորությունների սահմանման մասին է, գերակա շահով պայմանավորված սեփականության իրավունքի սահմանափակման մեխանիզմի լավարկման մասին է եւ մի շարք այլ հարցերի հետ կապված կրկին ընդունվեցին շատ կարևոր նախագծեր, որոնց կիրառությունը մենք արդեն կտեսնենք հաջորդ տարվա ընթացքում։ Ինչ վերաբերում է հաջորդ տարվա պլանավորմանը, ապա ունենք շատ հստակ նախաձեռնություններ բարձրացնելու դատարանների գործունեության արդյունավետությունը, մասնավորապես կրճատելով գոյություն ունեցող դատավարական ժամկետները եւ մեր բոլոր նախաձեռնությունները դատաիրավական բարեփոխումների համատեքստում միտված են լինելու հենց դրան։ Ես որպես ամփոփում կասեմ հետեւյալը, մենք այսօր ապրում ենք շատ վտանգավոր ժամանակներում այն առումով, որ մեզ մատուցվող ինֆորմացիան ոչ միշտ է ճիշտ եւ ես խորհուրդ կտամ մեր քաղաքացիներին միշտ լինել քննադատ եւ փորձել ստուգել բոլոր տեղեկությունները փաստերի միջոցով եւ տուրք չտալ այն մանիպուլյացիոն եւ դեզինֆորմացիոն ալիքին, որն այսօր ցավոք սրտի մեր իրականության մեջ առկա է եւ բոլորին ուզում եմ շնորհավորել տոների կապակցությամբ մաղթելով խաղաղություն եւ առողջություն իրենց ընտանիքներին։ Կարծում եմ 2025-ի ամենամեծ ձեռքբերումը խաղաղությունն էր, իսկ ինչ վերաբերում է մեր ոլորտին, իհարկե մի շարք ծրագրեր ենք իրականացրել, որոնք համակարգային փոփոխություններ են բերել ու բերելու են դեռ, դա լիցենզավորման նոր համակարգն է եւ ամենակարևորը առողջության ապահովագրության համակարգն է, որը ըստ էության մի շաբաթից արդեն կգործարկվի։ Իսկ ուղերձը իհարկե մեր քաղաքացիներին խաղաղ երկնքի տակ առողջ բարեկեցիկ կյանք եմ մաղթում։